Եկեք մի հատ հետա թոքենի վերաբերյալ էլ խոսենք ու դիտարկենք, տեսնենք թե հետա թոքենը ինչ թոքեն է։ Իրականում այո, խոստացել եմ ես թոքենը դիտարկեի, ագին ժամանակը չեմ դիտարկել, հենց որ հատուկ մի հատ փոքր անալիզ թեդայի հետ կապված։ Ուրեմն տեխնիկական անալիզին միջև հասնելը, եկեք դիտարկենք թեդա թոքենը ու անցնենք առաջ։ Ինչ ունենք։ Սկսենք նրանից, որ 1 միլիարդ թոքեն կա, 1 միլիարդն էլ շուկայում է։ Այս ընտիր է։ Առաջի հերթին ընտիր է, որովհետև մենք այն գինը ինչ որ ունենք, հաստատ սրանից ցածր թոքենների պատճառով չի կարա իջնի։ Okay? Սա եկեք ֆիքսենք, հասկանանք եւ շարժվենք առաջ։ Երկրորդը, Տեդան ինքը բավականին լավն է այն իսկ պատճառով, որովհետև Binance, Bybit top change-երում գրանցված է շատ տարբեր տեսակներով ու ինքը միջինացված 20%-ի չափով գործարքա տեղի ունենում իր market cap-ից, այսինքն կապիտալիզացիան 526 միլիոն է ու 21 միլիոն օրական գործարքա լինում ու ինչքան շատ այս համեմատականը լինի, այնքան լավ, այսինքն 20%-ը հիմնական 10-15% է լինում, այս պարագայում 20%-ը շատ ավելի լավ։ Հիմա նորությունների հետ կապված պետքա սա զուտ ես տեխնիկական տեսանկյունից եմ հիմա դիտարկելու, մնացած թե նորությունները եւ այլն դուք կարող եք դիտարկել, հասկանալ ում հետ ոնց է աշխատելու, բայց քանի որ արդեն տեսանք, որ ֆունդամենտալ տեսանկյունից լավ coin է երևում, եկեք անցնենք տեխնիկական տեսանկյունից։ Տեսեք, երբ որ ինքը ստեղծվեց 19 թվականին, ինքը սենց շատ ուժեղ բարձրացավ մինչև 17-16 դոլար, 15.8, որից հետո 21 թվականից ի վեր շարունակական անկում ապրել։ Անկում ապրել հավանաբար, որովհետև չի կարողանում ի վերջո գտնի այն աուդիտորիան, այն ամենը, ինչը որ իրան պետքա, որպեսզի հաջողության հասնի։ Համենայն դեպս ինչ ենք ունեցել։ Ամսական կտրվածքով, տեսեք։ Ունեցել ենք սենց բարձրացում, իջեցում, բարձրացելա, իջելա, հա, ամեն անգամ պիկերը տեսնում եք, որ ավելի ու ավելի ներքև է իջնում։ Տեսնում եք, իջնում է ներքև ու շարունակում է։ Այստեղ մի հատ շատ կրիտիկական պահ կա, որը որ կուզենայի ձեր ուշադրությանը նույնպես հրավիրել, որ այստեղ տեսնում եք սա, այս զոնան 0.57.2 անընդհատ 23 թվականից հուլիսի եկել է ու փորձել է պահին նամանավանդ այս վերջի ամիսները, լավ ամսական գրաֆիկան բավականին տխուր գրաֆիկա է։ Հիմա շաբաթականը նույնպես տեսեք եկել է էլի մարմնով փակում է հենց այս հատվածում ու այս շաբաթ մի փոքր դեպի ներքև է, ինչքան էլ որ Bitcoin-ը համեմատաբար բարձրացել է ու կրիպտոշուկան բարձրացել է, բայց ինքը մի ձևի ուժ չի կարողանում գտնի։ Ես ինչ կանեի։ Ես սենց մի բան կանեի ու կսպասեի, եթե հանկարծ ի վերջո որոշի այս coin-ը, որ պետքա բարձրանա վերև, իր պոտենցիալը բավականին մեծ է, որովհետև եթե հիշում եք, մինչև 16 եւ այլն բարձրացել է ու մենք գտնվում ենք այս պահին 0.5-ի սահմաններում, այսինքն 30 անգամ այս կետից սկսած ինքը պոտենցիալ ունի աճելու, եթե ուրեմն alt season-ը տեղի ունենա ու այս թոքենը նույնպես ուշքի գա։ Կգա, մի փոքր կասկածում եմ, բայց եթե հանկարծ եկա, որովհետև սա շատ ֆունդամենտալ նորություններից էլ կարա կախված լինի, որ ուղղակի ինքը վերցնի ու թռնի։ Պետքա սա ուսումնասիրել շատ խորացված, բայց քանի որ սա զուտ տեխնիկական անալիզ է, չեմ շատ ժամանակ ծախսելու, տրամադրելու այս ամենին։ Համենայն դեպս տեսեք եւս մի բան էլ ցույց տամ, որ այստեղ մի փոքր հուսադրող միգուցե այստեղ այս տրենդը որ քաշում ենք այս երկու պիկերով, հա,
տեսնում ենք, որ եկել է, ջարդել է, որից հետո իջել է ներքև ու այստեղից միգուցե կարող է եւ ինքը փորձի այսենց իմպուլս ստանա դեպի վերև։ Այն պահին, երբ որ ինքը գա այս զոնան ջարդի 0.787 դեպի վերև ու ջարդելը ես նկատի ունեմ, որ փակված մարմնով հանդերձ ջարդի շատ մեծ հավանականություն կարա լինի, որ արդեն ինքը շարունակի վերև բարձրանալ առնվազն 1.7 2.5 ու համարյա $3 միջակայքում։ Այդ պոտենցիալը կա։ Ու եթե հասավ այստեղ, քանի որ այստեղ սենց ջարդած կլինի, կարող է եւ արդեն նույնպես բարձրանա վերև։ Բայց այս ամենը կախված է շատ է ինձ թվում է ֆունդամենտալից, որովհետեւ մարդիկ ուշադրություն դեռևս չեն դարձնում այս coin-ին։ Հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ ինչ որ օգտակար բան ասեցի։ Վատ սցենարը նույնպես եկեք դիտարկենք, որ այստեղից այսենց որ անենք, հա, այսենց որ անենք 1 2 այս մեկը մի փոքր, եթե սա շատ օպտիմիստիկ տարբերակն է, սա ավելի ռեալ տարբերակն է, որ այս տրենդը, որ ջարդել է դեպի ներքև, մի փոքր վտանգավոր տրենդ է։ Թեմա որը ինչ կլինի, արդեն ես չեմ կարող ասել, որտեվ չեմ հետևում այս coin-ին։ Հենց որ լավ եղեք, կհանդիպենք հաջորդին, հաջողություն։